Հայաստանի չասեմ պատասխանատվությունը, կոնտակտային բանը ի վրա ստանձնել է Ֆրանսիան, ինչպես Ադրբեջանին է Բրիտանիան, Թուրքիային է Գերմանիան, եւ պետք է հիշեցնեմ, որ ամենաառաջի օրը, ես ուղղակի շատ եմ հետևում դրա համար տեսա, ամենաառաջի օրը, բուկվալն 1 ժամ հետո Գերմանիան ասեց ձերբակալությունը անընդունելի է, բաց թող։ Իսկ Տրամփն ու Պուտինը ասեցին մեր գործը չի։ Այսինքն էլ եմ ասում, 4-ած բիձեք 80 տարեկան, ես կոչ եմ անում բժիշկներին դիմել այդ մարդկանց, ասել գնացեք թոշակի։ Բայց դա բժիշկները չպետք է անեն, հասարակությունը պետք է անի, հասարակությունը չունի այդքան ուժ։ Հասարակությունը, քանի որ իրանք ժողովրդավարական նորմերից հեռու են, իրանք ժողովրդավարական կերպ չեն կառավարում։ Ձեզ տարական օրինակ բերեմ, հա։ Հարավ Աֆրիկայից ներմուծված, ապօրինի ներմուծված մեյմունը, որը հիմա քանդում է ամերիկյան ժողովրդավարության հիմքերը, ինքը ոչ ընտրված է, ոչ նշանակված։ Այսինքն դու չես կարող Տրամփին գնալ, ասել ժողովրդավարական մեխանիզմներով կլինի գնաց թոշակի։ Իրան բժիշկը կարա ասի։ Ձյաց հիվանդ ես, ռադոտ-քաշի գնալու, նույն բանը Պուտինին։ Ոնց եք պատկերացնում, ինչ ժողովրդավարական մեխանիզմ է աշխատում Պուտինի մոտ։ Մենակ բժիշկը, մենակ Կաբաևան։ Կամ էսենց ալիք գուցե։ Չի աշխատում սա։ Չէ, ի վերջո իրանք զենք են կիրառել։ Ի վերջո, տեսեք, սա բանը Նավալնիի պատմությունն է։ Սպանելու են։ Սկզբից ինքը ուղղակի Պուտինը սկզբից նստացնում էր, հետո թունավորում էր, հետո մարդկանց ծեծում էր, լարում էր Ռուսաստանից, վերջում պրծավ նրանով, որ սպանեց։ Ինչ տարբերություն։ Նույն բանն էր ստեղը, որովհետև երբ որ Թուրքիայի կառավարությունը պայքարում է Օջալանի դեմ, դա մի բան է։ Երբ որ Էրդողանը պայքարում է իր իշխանության համար, դա ուրիշ բան է։ Տեսեք, մենք օրինակ շատ հաճախ խոսում ենք, որ Ֆրանսիայում կա կոնսենսուս։ Հայաստանի հետ հարաբերություններով։ Գրեթե նույն բանը գոյություն ունի Թուրքիայում։ Թուրքիայում Հայաստանի թեման զբաղեցնում է այս վերջի այցը չհաշված, որից հետո իրականում երկրորդ եւ երրորդ էշելոնի թերթերում, առաջի էշելոնի թերթերում դες բան չի գրվել զլմ-ները։ Երկրորդ երրորդ էշելոնի բաներում, որոնք որ հիմնականում տարածվում են նո բավականին բարձր ինտելեկտով մարդկանց մեջ քաղաքներում։ Which is բանը, հա, տենց կարող ենք ասել, որ այո, Թուրքիայի վերնախավը կարդում է, տեղեկացված է եւ այլն, նո ինտելեկտուալ վերնախավն են նրանք ովքեր բան։ Բայց սա մեզ ոչ չի տալի, որտեղ այդ մարդիկ ի սկզբանե էին պատրաստներ այդ համագործակցել։ Այսինքն մեզ իրականում պետք կլիներ իրեն Մանսուր Յավաշի հետ հանդիպել, որ իր հանդրազանգվածին հասկացնել, որ ամեն ինչ օքեյ է։ Բայց ամեն դեպքում Թուրքիայում Հայաստանի սահմանի բացելու չբացելու հարցը տեղակայված է անհասկանալի քայլերի բանում, որտեվ իրականում որ բան ես անում, դու շատ հաճախ հանդիպում ես կարծիքի, որ կներեք էլի խիափակ։ Ինչ են կարևոր փակը։ Ու այդ հարցը սենց գնալով ինչ կապ ունի Ադրբեջանը մեր սահմանի հետ։ Իսկ մենք Հունաստանի հետ կանանք իրար վրա կրակենք, սահմանը բաց է, ինչ ա եղել, խիափակ։ Մենք ենք հարցնում, բայց Թուրքիան է Ադրբեջանով իրանք են հարցնում։ Գոյություն ունի։ Արտնացել են, հասկացել են, հա։ Իրանք միշտ են հարցրել, ուղղակի այնքան փոքր է այս հարցը, որ ասենք նույնիսկ որ նստեն 4 ժամ քննարկեն, կարող է հարցին տեղ չմնա։ Հասկանում եք։ Կա Էրդողանը նախորդ Էրդողանի բան կաբինետում կային մարդիկ, ովքեր Ալիևը պրոստը ֆինանսավորում էր։ Բացի դրանից այդ գյուլենականների փորձը 16 թվականին որ եղավ, այնտեղ Ռուսաստանի հետ հարաբերությունները փոխվեցին Էրդողանի։ Եվ ինքը տենց արդեն մտերմացավ։ Հիմա էլ եմ ասում, 4-ած բիձեքի բաները այդ թիմը Պետք է բիսեդքում նարդի խաղան, կեղտոտ դերիդ լսեցեցեց բանն ստեն իրար հետ խոսան, բա դուխի սենց արեցիր, բա հիշում ես Զելենսկին եկավ վրեդ գոռաց կայֆավատեղը, բա դու վրեն գոռացիր։ Իրանք սենց բաներ պետք է անեն։ Իրանց պետք է մեկուսացնել ու տանել միտեղ ծերանոց։ Էլ եմ կրկնում։ Տրամփ, Պուտին, Էրդողան, Նետանյահու, էս ապշերոնցին էլ չի խանգարի, դու ռադքաշին դե։ Եթե ուզում է
Նիկոլը կարող գնա հեծանիվ քշի իրանց հետ։ Իրանի հարցը մի փոքր Լարված ուրիշ է, իրավիճակ է Իրանի որովհետև շուրջը։ էլի եմ ասում, Տրամպի համար գոյություն ունի մենակ Իսրայելի շահ։ Ինքը ամեն ինչ պատրաստ է, բայց քանի որ հիմա այն որը խոսում է Ադրբեջանը խելիական չի, ինչ այդ կործանիչների հարցը էական չի էլ Իսրայելի համար, որովհետև հիմա ինքը ունի Ամերիկայի աջակցություն։ Եվ ինքը կարա Իսրայելից թռնի, խփի Իրանին եւ վերադառնա ամերիկյան բազաներ։ Կաթարում, Քուվեյթում, Իրաքում կարիք չկա էլ գնալ Ադրբեջան, էլ այդ եմ ասում, դրա համար է տենց մի քիչ բան։ Ինչ վերաբերում է Իրանին խփելուն, ես մնում եմ իմ կարծիքի, որ տեսեք, ինքը նույնիսկ հութիներին խփեց Տրամպը։ Եվ Մատով թափվեց Իրանի վրա, ասես։ Ինձ թվում է դուք դրա վրա եք ուշադրություն, լավն է, չէ՞, այս մեր տեղեկատվական ֆոնը։ Իսկ դուք Ոչ մեկ չմիացավ իրեն։ Ոչ մեկ չմահացավ։ Ոչ մեկ չմիացավ իրեն։ Չմիացավ, այո։ Առաջին անգամ 45 թվականից, նույնիսկ ավելի շուտ, 42 առաջին անգամ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ռազմական օպերացիա են իրականացնում, որի վրա ամբողջ աշխարհը փաթաթած ունի։ Ուղղակի թքած ունեն դրա վրա, ինչ ուզում ես արա, գնուց գնա մեռի։ Ոչ մեկ չմիացավ։ Սա էսենա, որ ասում եմ, դու շատ երկար կարող ես կառուցել քո բարի համբավը ու կորցնել 30 օրում։ Առաջին անգամ ես լիքը մարդ չի նկատի ինչ ակա, սա ֆանտաստիկ է։ Նույնիսկ Վիետնամը Ավստրալիան պաշտոնապես միացավ ու մասնակցեց։ Եվրոպայից գալ մի մասը դեմ էր, բայց Ավստրալիան կապել էր մասնակցում էր։ Ինքը մենակ չէր Վիետնամ։ Իսկ դեռ ինքը մենակ։ Լրիվ։ Եվ Իրանի թեման էլ Հետևաբար Իրանի վրա եթե ինքը փորձի հարձակվի։ Ես խիստ կասկածում եմ, որ չէ, եկեք չասեմ։ ինչ որ այսպես անուղակի ակնարժներ համենայն դեպս արվում։ Տեսեք, ես դες ասեմ ինչի եմ ես համարում սա վտանգավոր Իսրայելի համար, որ մարդիկ բան չանեն, էլի Հավայի վրես բան չանեն հակասեմիտություն։ Կա երկու հոգի։ Մեկը Նետանյահուն է, հանցագործ եւ ռազմական հանցագործ Հաագայի տրիբունալով։ Մյուսը բավականին ոչ հեռատես Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ոչ հեռատես նախագահ, որը փորձում է 1910-11 թվականների կամ նույնիսկ դրանից առաջվա 890-ականների մոդելով վերականգնել Ամերիկայի տնտեսություն։ Սա չի ստացվի։ Ուղղակի չի ստացվի, աշխարհն է ուրիշ, թողենք։ Բիբին որպեսի չդատվի, պատերազմներ անում։ Ինքը 3 չար առաջ նորից Գազայի վրա հարձակվեց։ Ընդ որում ցամաքային օպերացիա։ Այսինքն ինքը անձամբ պետք է վերացրի։ Ինչու՞։ Որովհետև ինձ թվում է ինքն էլ է հասկանում, որ ինքը Համասը չի վերացրել, բայց ինքը ուզում է հավատա, որ կվերացնի, եւ դրա պատճառով ինքը իր պետությունը ոչնչացնում է, իր մարդկանց ոչնչացնում է, որովհետև դու չես կարող ոչնչացնել Համասը, որովհետև Համասը դա Գազայի մարդիկ են։ Դու չես կարող ոչնչացնել դա։ Ինքը դրսից չի, ինքը ներսից է։ Ու ինչքան խփում ես ինքը այդքան ուժեղանում է։ Ես ուզում եմ հիշեցնեմ, բան կար մի հատ, Կաստրոյի ասացված կար, իրականում Կաստրոն վերցրել էր այդ մեքսիկական ապստամբներից։ Ասում է բանը, որ նրանք մեզ թաղում էին հողի մեջ, բայց չգիտեին, որ մենք եգիպտացորենի հատիկ ենք։ Այսինքն երբ որ դու մի հատ Համասին ինքը եգիպտացորենի հատիկա դու իրան գցում ես, ինքը աճում է մեկի տեղը 10։ Այդ բանը իրականում Կաստրոյի շիրմաքարն է այդ բանի տակ դրած, այդ իր շիրմաքարին է գրած, որ մտածում ես ինչի մասին է, այո, իհարկե, դա դրա մասին, որ դու կան իրավիճակներ, երբ որ դու ինչքան խփում ես, այդքան դիմացինը ուժեղանում է, դու թուլանում ես, դու քո էներգիան իրան ես տալի։ Սա շատ հաճախ լինում է ոչ թե նրանից, որ դու սխալ ես, ինքը ճիշտ, բայց 90% դեպքերում դա տենց է։ Դա նաև նրանից է, որ հարվածելու ձև կա, եթե ֆիզիկական ուժ ես կիրառում այնտեղ, որտեղ որ ֆիզիկական ուժ չի կարելի կիրառել, հա դու սպառվում ես։ Ես նորից եմ ասում, Իսրայելը վերջացել։ Մենք մեր նույնիսկ ես ու դու կարող է տեսնանք ոնց է այդ պետությունը ոչնչանում։ Զրոյից ցնդում է։ Ինքը երկու պետություն է դառնալու, բայց երկու պետություն ոչ թե պատվով, այլ
առանց արժանապատվության։ Այսինքն իրան նորից փրկելու են։ Սա մեկ, երկուսը։ Տրամպը այնքան է համարում, որ ինքը Իսրայել եկեք համակից դուրս գանք։ Ուղղակի ուզում եմ հիշեցնեմ, գիտեմ, որ մեզ լսում են։ Պրոբլեմը նրանում է, որ Իսրայելը ստեղծվել է ՄԱԿ-ի որոշումով։ Իհարկե գոյություն ունեն հեքիաթներ, որոնք ինչ-որ գրքերում, որոնք որոշ մարդիկ սուրբ են համարում, բացի եկավ Աստված էս հող իրանց է տվել, եկեք այդ հիմարությունները տարգենք, հա։ Ինձ միշտ այդ բանը, թողեք, երբ որ միջազգային հարաբերություն կանոնական բան է, Իսրայելը ստեղծվել է ՄԱԿ-ի որոշմամբ։ Եթե Ամերիկան եւ Իսրայելը ՄԱԿ-ից դուրս են գալի, Իսրայելը պետք է գոյություն չունենա, որովհետեւ Իսրայելի գոյության միակ երաշխիքը դա ՄԱԿ-ի փաստաթղթերն են։ Ոչ մի ուրիշ հիմք չկա այդ պետությանը տեղ գտնվելու։ Իսրայել պետության, չեմ ասում, հրեաները չպետք է ապրեն Պաղեստինում, այդ իրանց հողն է, իրանք պետք է ապրեն։ Բայց Իսրայել պետություն, որ ունի սահման, մայրաքաղաք, դիվանագիտական ծառայություն, բան ինչ որ, այս ամեն ինչը գոյություն ունի, որովհետև ՄԱԿ-ը որոշել է։ Եթե դու ասում ես ՄԱԿ չկա, օքեյ, այդ դեպքում դու էլ չկաս։ Վերջ։ Բայց ՄԱԿ-ը երկու պետություն է որոշել, ճիշտ է, Պաղեստինի, իդեպ Պաղեստինի։ Այո, Պաղեստինը չի ասում ՄԱԿ-ը չկա, չէ՞։ Պաղեստինը ասում է ինձ ՄԱԿ վերցրի։ Իսկ սրանք ասում են ՄԱԿ-ը չկա, օքեյ, տեղերով փոխվեք։ Հարց չկա, տեղերով փոխվեք։ Ենի կարգավիճակ չունի, ինձ փոխվեք, տեղերով ինք տոնը։ Հիմա ինչ վերաբերում է Տրամպը եւ Իրանը։ Ավելի հիմար պատմություն Ամերիկայի համար կամ հարձակվել Իրանի վրա, դժվար է հնարել։ Նույնիսկ գոռալ Իրանի վրա, որտեղ մի հատ լուրջ խնդրեմ կա։ Տեսեք, Ամերիկան հայտարարում է, որ իր ռազմական բյուջեն 800 միլիարդ դոլար է, որոնցից մոտավորապես 380-400 միլիարդը դա աշխատավարձ թոշակներն են։ Ամերիկյան համակարգը այնպիսին է, որ բոլոր բաների, վեծարանների բանը, թոշակները, սոցիալական վճարումները, բաները Պենտագոնն է տալի, այսինքն իրեն ռազմական բյուջեի վրա են։ Կա 75 տարեկան մարդով թոշակ ստանում, այդ թոշակը այդ տեղից է գալիս։ Մոտ կեսը դուրս եկա, տակը մնաց 500։ Ուրեմն քանի որ Ամերիկայի զորքերը սփռված են ամբողջ աշխարհում, մոտավորապես 100-150 միլիարդ մինչև 200 միլիարդ ամեն տարի գնում է լոգիստիկայի վրա, որտեղ դե ասենք հնդկական օվկիանոսի կենտրոնում որ տեղ կա ապահովես։ Լոգիստիկ ոչ մի կապ չունի բանի հետ։ Բացի դրանից գոյություն ունեն պրոյեկտներ, որոնք շատ թանկ են։ Օրինակ, BMX Spirit-ները, բաները, stealth ռմբակոծիչները, բաները, նրանց 1 ժամը մոտավորապես $1 միլիոն արժի։ Թռիչք։ Երբ որ այս ամեն ինչը վերածում ես, այս ամեն ինչը հանում ես, թողում ես բուն զորքերի, տեսնում ես, որ կարող է իր ռազմական բյուջեն, կարող է նույնիսկ Ֆրանսիային չհասնի։ Հասկ բուն բանակին։ Ու ասեմ ինչու, որովհետև երբ որ Իրաքում օպերացիա իրականացվեց եւ եկան իր հետ բոլոր դաշնակիցները մտան, հետո Աֆղանստան մտան։ Աֆղանստանի վերջը այն էր, որ դու ամբողջ ՆԱՏՕ-ով, որտեղ 5-րդ հոդված աշխատացրել, մտել ես մի երկիր, որը ոչ պետական մարմիններ ունի, ոչ կառուցվածք ունի, ոչ բան ունի, ինչ-որ սարերով վազվզող բաներ են, մարդիկ են։ Դու ասենք 10 տարի մնացիր, թե ավել նույնիսկ, երբ 2003-ին մտար, շատ 20 տարի մնացիր։ 2020-ին դուրս եկար, չէ՞, Բայդենի ժամանակ։ Հրաշալի է, ինչով վերջացավ, ոչ մի բանով, ոնց տալիբների իշխանության էին, երբ որ դու մտար, այտենց տալիբների իշխանության մնացին, երբ որ դու դուրս եկար, ոչ մի բան, մա ինչ վերաբերում է Իրանին, Իրանը քանակով ավելի շատ է, տեխնոլոգիապես ավելի զարգացած է, 6000 տարվա պատմություն ունի, որը Ամերիկան հələ 300 անգամ Ամերիկայից ավել, 300 անգամ սովորա, որյան կարող է գան գրավեն, Ալեքսանդր Մակեդոնացուց գիտենք գրավոր իրանց գրավում են, բան են անում, դու իրենք էլի վերականգնում են, արաբներն են գալի էլի վերականգնում են, այսինքն դու չես կարող Իրանի դեմ, դու չես կարող ոչ բան անես։ Կան դեպքեր, երբ դու չես կարող ոչինչ անես։ Հայ ազգի պատմությունը ցույց է տալիս, որ նույնիսկ եղեռնով չես կարող ստիպես ազգը մտափոխ անես։ Եղբայր կա պրոբլեմ, այդ պրոբլեմը
Իրանի եւ Իսրայելի հարաբերությունները չեն։ Այդ խնդրը օվալ կաբինետում նստած անձնավորությունն է։ Որովհետեւ եթե Տրամպի աջակցությունը չլիներ, երեք Նետանյահուն չէր հարձակվի այդ մարդկանց վրա։ Իրանի վրա հարձակվել, ես ժողովրդավարության կողմնակից եմ, ես հասկանում եմ եւ ընդունում եմ, որ Իրանը կարող ունենա մշակութային տարբերություններ, բայց չեմ ողջունում այն ամբողջ ծավալը բաների, ասենք նորմերի, շարիատի, որոնք գործում են, բայց կներեք, դա իմ գործը չի, ինքը չի գալի իմ տուն ասում դու սենց արա, եղբայր իրա տան մեջ է, օքեյ, եթե խնդիր տեսնամ իմ քաղաքացու հետ կամ իմ էթնիկ բանի ներկայացուցիչ, ես այդ հարցը կբարձրացնեմ, բայց ես չեմ տեսնում այդ խնդրը։ Դե Թրամփն էլ տեսնում է միջուկային համաձայնագիր, ասում է 2 ամիս եմ տալիս։ Որինչ։ Իրանին 2 ամիս եմ տալիս։ Որինչ։ Ասենք տվեցիր։ Հետո ինչ ես անելու։ Խփելու ես։ Okay, որ խփեցիր, ինչով է դա պրծնելու։ Դե տան ուղակի ակնարկներն են։ Չէ, տեսեք, ես ես փորձում եմ բացատրեմ։ Չես կարող վախեցնես, որովհետև խոհեմ մարդը հասկանում է, ասենք, որ խփեցիր, ասենք լավ, խփեցիր, գործարանս վերացավ։ Միջուկային զենքի ստեղծումը դա տեխնոլոգիա։ Ընդ որում Ջորջ Բուշը հերը մի անգամ շատ հետաքրքիր բան ասաց, ես վախեցած եւ ապշած եմ, որովհետեւ պարզվում է, որ սովետական միությունում 8-րդ դասարանի ֆիզիկայի գրքում գրած է ոնց սարքել միջուկային ռումբ։ Հիմա ոնց սարքելը գիտենք, տեխնոլոգիան ստացել են, մինչև 60% հարստացրել են ուրանը։ Okay։ Ինչ ես խփես չխփես։ Խփես չխփես, ինքը արդեն գիտի ինչ, գիտի ոնց։ Եղբայր նստի պայմանավորվի։ Եթե ինքը հասել է նրան, որ կարողանում է հարստացնել 60% իրականում քիչ չէ, այսպես կոչված կեղտոտ ռումբերի համար։ Ընկեր նստի պայմանավորվի, որովհետև հոպար քո հարավաֆրիկյան կապիկով դուք 4 տարով եք, լավ ասենք մի քիչ էլ սահմանադրությունը փոխեցիք, եղաշրջում արեցիք, լավ 8 տարուց հետո սատկելու ես, արա, քեզանից հետո, որը սենց արեցիր, Իրանի միջին բնակչության տարիքի միջին բանը, տարիքի բանը 30 չի հասնում, այսինքն իրանք 80 միլիոն են ու երիտասարդ, դու հիմա որ խփեցի իրանց երկրին, իրանք կսպասեն դու կսատկես, իրանք քո Իսրայելը ռետինով կջնջեն, որտեվ իրանք այդ ժամանակ լինելու են 110 միլիոն, իսկ քո Իսրայելը ոնց իրականում 4 միլիոն կա, այտենց դառնալու է 2.5 որտեվ Իսրայելի, երբ որ բանեն 10 միլիոն, 10 միլիոնից 6 միլիոնը արաբ են, 10 միլիոնից 6 միլիոնը արաբ են,